Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992 թվականին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992 թվականին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ ստեղծվել է ԵԱԿՄ Մինսկի խումբ։ Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ԵԱԿՄ-ն փակել է Մինսկի գործընթացը եւ դրա հետ կապված գործընթացը եւ դրա հետ կապված կառույցները համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆրիլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո։